Comedy Liga-ի ֆորմատի մենք պետք է ելույթ ունենանք որևէ հայտնի աստղի հետ, բայց մենք չգիտենք թե ով այդ հայտնի աստղը։ Դրա համար առաջարկում եմ մի հատ քննարկենք ու հասկանանք ով կա։ Եկեք, թող գա օրինակ Ավետ Բարսեղյանը, Չէ։ Ավետ Բարսեղյանը որ եկավ, պետքա սաղս հետը նկարվենք։ Չէ։ Ասում եմ, գալիս է Խորեն Լևոնյանը։ Չէ։ Խորեն Լևոնյանը որ եկավ, հաստատ մեկնումեկիդ հետ ամուսնանալու է։ Հատե տենց ժողովուրդ, թող գա Արսեն Լևոնյանը, հա։ Չէ։ Արսեն Լևոնյանը որ եկավ, Խորեն Լևոնյանն էլ է գալու, սենց հումորների համար ձեր գլուխը ջարդի։ Կամ էլ ամուսնանա։ Ուրիշ։ Ասում եմ, գալիս է Իվետա Մուկուչ։ Ռաշակալի քերրու ցանկությունները մեր վզին չփաթաթես։ Ընդհանրապես մեր իշ տարիքտա որ մենք Իվետա Մուկուչյանի հետ խաղանք։ Իվետա Մուկուչյանի կլիպների ժամանակ պապան աչքերս փակում է, ուղարկում է ջրի, կողքի շենք։ Մի րոպե։ Որպիսի մեզ բարձր գնահատի ժուրին, թող մեզ միանա Ութմազյան հրաչուհին։ Սպասիր Հովանես, արի չանենք այս բեմից կատակներհին ու թող մեզ չմիանա Ութմազյան հրաչուհին։ Լավ ժողովուրդ, ես առաջարկում եմ TikTok-ից մարդ գա, հա։ Օրինակ Զատիկյանը։ Զատիկյանը ով է։ Զատիկյանը մերնի ձեզ։ Արի մի բաժակ խմենք հասկանանք ով ա մերնեմ կյանքի դրիմ Եթե TikTok-ից պետքա գա, թող Լևոն Արքան գա։ Լևոն Արքան ով է։ Արա բաջումի սարա։ Արա ձեր նմանների պատճառով էլի որ խաշը սարկին 1200 Լավ, ժողովուրդ, չէ, եթե TikTok-ից ես առաջարկում եմ որ գան Բելի Մաքսում Արոն։ Բելի Մաքսում Արոն ովքեր են։ Պո, дорогие друзья։ Մարու Արիստելը, արի։ Дорогие друзья, ես ու Մարոն Կարոչի ուզում են գնանք։ Եբիկտոս։ Սիրուն աղջիկ Եգուրոս, քեզ կտանը։ Եբիկտոս։ Բելի Մաքսիս։ Յոպե, առաջարկում եմ ես բեմից հիմարություններ չպրոպագանդենք ու լավ բաների մասին խոսանք։ Ես Տրիո ստուդիոյի Արտոն եմ։ Հպարտ եմ որ խաղում եմ Comedy Liga-ի բեմում ախպեր ջան։ Եկեք խոսենք մեր հայ ազգի մասին։ Սիրենք իրար հետ չհակնենք, փոխարենը հակնենք խալադոկ շալվարներ, որ ձմեռը տաք լինի, ամառը հով լինի հայեր ջան։ Բրավո։ Մի րոպե։ Ակամայից հիշեցի նրան։ Իսկ եթե մեզ միանա Ասմունքող Լիաննան Զուրաբյան։ Սպասիր Հովանես, ունեմ առաջարկ աննման։ Լիաննան թող վարի պապուս պանիխիդան։ Դե այդ դեպքում թող միանա Գոր Հակոբյանը, մեր ընկերը, որ մենք երգենք նրա ռեպը։ Ովո, բայց հանգերը վաբշե չբռնեց։ Խինես Գոր Հակոբյանի երգերի մեջ սաղ հանգերը բռնում, հա։ Հովանես, իմ ընկեր։ Արի չմոռանանք, որ ժյուրի է նստած Հակոբյան Գորը։ Կարող է բարձրանա ու ճղի քո գլուխը։ Գորս։ Լավ, ժողովուրդ, եկեք բոլորին մոռանանք ու ես առաջարկում եմ, որ գա Գրիգոր Դանելյանը։ Ես դեմ եմ, ախպեր։ Ինչ ես դեմ Ալբերտո Գրիգորի Դանելյան։ Ես դեմ եմ։ Չեմ ուզում, որ ստեղ էլ ասեն, որ Գրիգոր Դանելյանը առաջաբրդում իրա տղուն։ Մի րոպե։ Չհասկաց Ալբերտո, ես ինչեր ես խոսում։ Դու ամոթ ունես։ Հայլի տենց է։ Բայց եթե ես քաչ, խրոխտ մարդը չգա, ով գա մեզ հյուր։ Չգիտեմ, թող ուրիշ հայտնի մարդ գա։ Ուրիշ հայտնի կա աշխարհում դրստի։ Լավ, ժողովուրդ, թող Գարիկ Սեփխանյանը գա։ Ինչի Գարիկը որ։ Դե որ ասեն Գրիգոր Դանելյանը առաջաբրդում Գարիկ Սեփխանյանին։ Հետաքրքիր է։ Չէ, ժողովուրդ։ Ոգի կլինի ես միտեղ նկարվեմ ու տեղ տնեցիկից մարդ չլինի։ Պապան, մաման,
Գարիկը Սեփխանյան։ Գարջան, ես քո դեմ բան չունեմ, անկեղծ ես քերուսը շատ եմ սիրում քեզ, բայց 2018 թվականից Շանթի եթերից ասում եմ, ինձ մի ասոցացեք Գրիգոր Դանիելյանի հետ։ Ես եկել եմ հումորի լիգա, որ դուրս գամ քո շուքից։ Ու ինչ Ալբերտո, այս վիդեոն աշխատեց։ Վիդեոն չգիտեմ, ես սկսեցի աշխատել։ Տնից վռնդել էր, սոված շապես ման էի գալի, Շանթում էլ քնում էի։ Բա ինչի Armenia TV-ում չէիր քնում։ Դե Armenia TV-ում Գարիկն էր քնում Սեփխանյան։ Ալբերտո ջան, արի կլինի դու ձեր ընտանեկան հարցերը Հրաչ Մուրադյանի հետ լուծի։ Հիմա ուշադրություն, ես ձեզ չէի ասել, բայց ստեղ եմ կանչել մի հատ շատ հայտնի ու տաղանդավոր մարդու։ Մկրտիչ Արզումանյան։ Բայց չեկավ։ Ձերեք առ։ Ով ասեց չի եկել։ Ես եմ ասում, չի եկել։ Դժի տեղեք դեր։ Բայց չենք տխրում, փոխարենը ծափահարություններով այստեղ ենք հրավիրում մեր հայտնի աստղի։ Բարի երեկո, սիրելի հանդիսատես հեռուստադիտող։ Բարի երեկո, տրիո ստուդիո, ո՞նց եք երեխեք ջան։ Լավ ենք, Ռաֆո ջան, բայց այն կոմ կանգնի, հա, հեսա մեր հայտնի աստղը պիտի գանեցը տանգավել ամեջ տեղը, ոնց է տենց է պատելներ, էլի։ Անետ, չես ամաչում։ Հորիցդ 2 տարի մեծ եմ, աղջիկ ջան։ Էդի ձև ես հետս խոսում։ Երեխեք, հլիմաց թափվեք, ես եմ ձեր ընկեր, Ռաֆոն։ Հանկի Ռաֆո, արդեն զզվել են քեզանից տանաշ են։ Դեպի ճամբար 1-ում մեր հետ էր, դեպի ճամբար 2-ում մեր հետ էր, 3-ում մեր հետ էր, 4-ում չեկար ասի այն ապրծանք սրանից, 5-ում հայտնվեցի, լսի, իս անտերդ պադոշա։ Մեզ տպավորություն, հա։ Ոնց որ մենք աշխատում ենք, դու ուտում ես։ Արա։ Այդ լա։ Ինչ եք խնդում, լուրջ եմ ասում։ Ես սրան այդ ժամանակվանից ճանաչում եմ։ Այսքան ժամանակվանից սրա պամպերսը ես եմ փոխում։ Դեպի ճամբար 1-ում փոխել եմ, 2-ում փոխել եմ, 3-ում փոխել եմ, 4-ում գործերով գնացի, բայց պատմեն են ոնց 2-ում տակը։ Ես դուք իմ հետ եք այտենց խոսում, հա։ Ժողովուրդ։ Ախր ոնց ասեմ ձեզ, ախր դու ես ասում աշխատում եք, ես ուտում եմ։ Արեդ ես աշխատում եմ, հերը տա ուտում։ Ասեմ ավելին, ես ու Գարիկն աշխատում ենք, ձերոնք են ուտում։ Ժողովուրդ ջան, այդ որ իմ հետ տենց խոսում եք, չի կարելի ախր։ Դու գիտեք ես ինչքան ժամանակ ես բնակավարում կամ։ Ես ես բնակավարում երկար տարիներ կամ, ես որ ես բնակավարում իմ քայլերը սկսեցի, Զելենսկին Կավենշիկից դարձավ նախագահ, Հայկ Մարությանը հումորիստից դարձավ քաղաքապետ, Նիկոլ Փաշինյանը լրագրողից դարձավ վարչապետ։ Տենում է սա է անբաշար, սաղ առաջ գնացին բացի քեզնից։ Երեխեք, ես հիմա ձեզ ինչ-որ բան պիտի չապացուցեմ ու չամոզեմ։ Մեծ ստապվեք հլը, դու գիտեք ես ախր ինչ ունիվերսալ դերասան եմ։ Հլը միացրա։ Մայքլ Ջեքսոն։ Միացրա։ Adriano Celentano։ Էսով անկեր Ռաֆո։ Ոնց վալա։ Գոր Վարդանյան արա։ Եղեչեք բերում արա։ Իզվինի։ Հլը ծվրվակ պատրաստելու։ Թափով։
Ոնց է դրամատրությունը մի հատ ծափերով հասկանանք։ Մուզիկա։ Թողամուստանան բոլոր համարները, դիմավորեք մեր հումորային համարները։ Առաջինը երգիչը։ Վանա հիշատերանդիս քեզ իմա տաղեն իմ ես թարսեն բռնեարա խոնարվում եմ ես ձեր առաջ Հիմա Հայաստանում շատ ակտուալ են միտինգները, բացառություն չեն նաև ծխողները, պատկերացնենք ծխողների միտինգ։ Եվ ուրեմն, մենք Ոստիկանները փախան։ Հայրենակիցներս եւ մեր հաջորդ համարը պատկերացրեք Վահե Խաչատրյանը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ եւ գրավիչ տղամարդ։ Պատկերացրիք, ինչ էլ պատկերացում ունեք։ Մեր հաջորդ համարը պատկերացրեք քաջ խրոխտ Գրիգոր Դանելյանը որոշեց Ալբերտո Դանելյանին զորով առաջ չբրթել։ Պատկերացիք, ինչ է պատկերացում ունեք։ Շարունակում ենք բոլորս էլ գիտենք հայտնի դերասան Սոս Կարապետյանին, ով մեզ հայտնի են մի շարք հումորային սերիալներով, ինչպիսիք են Սոսի լոսը, Սոս Անջելես, Սոս Կալի եւ այլն։ Եկեք պատկերացնենք, որ Սոսի սցենարիստները մի քանի օր շարունակ տանջվում են, որպեսզի մտածեն հաջորդ սերիալի վերնագիրը։ Այ չգիտեմ։ Ղեկ ուղեղս չի աշխատում։ Սոս Կալի վիճակը։ Լավ մտածեք սոսով էլ ինչ բարեր կարա լինեն։ գտա Հլը։ Սոսը խաղում է Ստալինի դերը։ Ստալինի ժամանակ ոնց էր կռվից առաջ զինվորները գոռում էին «Զա Ստալինա»։ Սոսի պարագայում կգոռան Սոսի անունը։ Սերիալն է կկոչվի «Զա Սոս»։ Չէ։ Լավը չի էսի սրտովս չի դրա համար ավելի լավ բան եմ առաջարկում, որովհետև մեզ երեխեքն են նայում։ Առաջարկում ենք իբր Սոսը ծննդատան աշխատող, հա։ Այս երեխան որ նորացվում, դե լացում է, բնականաբար նորացվում, է գնում է Սոսի գիրկը չի լացում, գալիս է մոր գիրկը չի լացում, գնում է Սոսի գիրկը չի լացում, անունն էլ Սոսկա։ Լավը չի ապե, չէ, Չէ։ Թելեմ, լսեք։ Ուրեմն Սոսը որոշում է օթապարիկով ամբողջ աշխարհը պտտվի, պտտվում է, մեկ էլ օթապարիկը սկսում է իջնել, ինչ անում, ասում եմ ինչ անում, սպասեք, սկսում է փչել, փչում ասեց, ֆիլմի անունն էլ Նասոս։ Չէ։ Սոսին ավելի կրիմինալ բան է պետք։ Պատկերացրեք Սոսը խաղում է Պաբլո Էսկոբարի դերը։ Դե բոլորս էլ գիտենք, որ Պաբլո Էսկոբարը նարկոբարոն էր։ Սոսը նստած է իր սենյակում դիմացը լիքը թմրանյութ։ Ոստիկանները գալիս են հետևից, դե ինչ պիտի անի, դե պիտի թաքցնի։ Որոշում է, որ պիտի սաղ քաշի քթերը, սկսում է քաշել։ Այս քաշում է Պիլասոս։ Չէ, մեզ սկանդալային ապետ։ Ինչ ասեմ տղեկ, չգրվավ, ափսոս։ Ինչ ասիր։ Ափսոս։ Ժամանակակից աշխարհում շատ ընդունված է, որ ընտանեկան բոլոր խնդիրները լուծում են հոգեբանի մոտ։ Պատկերացնենք հասարակ հայկական ընտանիք հոգեբանի մոտ։ Մենք այսօր ձեր որդու հետ իրականացրինք մեր 6 ամսյա հոգեբանական կուրսերը եւ ձեզ որպես հայր հրավիրել եմ այստեղ, որպեսզի ամփոփենք արդյունքները։ Միանգամից ասեմ, որ ձեր որդին իր խառնվածքով խոլերիկ է։ Նախ եւ առաջ այս ումուդի անունն Գևորիկա։ Ու երկրորդ, ի՞նչ նկատի ունես խոլերիկ ասելով։ Վերից խոտակի կա։ Խոլերիկը դա հոգեբանական խառնվածք է, որը բնութագրվում է ուժեղ, արագ առաջացնող զգացմունքներով, որն էլ վառ արտահայտված երևում է խոսքում, ժեստերում եւ դիմախաղում։ Չխոսկացակյա։ Դու նարկաման ես արա։ Սես որ մենք հատվել եմ Խարևանի էշիկ երիկը կանչես, ումուդ։ Որասարը նարկաման չի։ Ասում են նարկաման չի։ Այ հենց սրա մասին էի ուզում խոսել։ Դուք երեխային ծեծում եք։ Ով ես։ Մեր խատիմ դեմքին նայի։ Ես այդքան տփողի նման եմ։ Ոշխատ, խոսա։ Ես քեզ այսքան վաղ խփած կամ, խոսա ասում եմ, արա։ Ես քեզի այսքան ժամանակ խփած կամ, տեխանի։ Չի տպում։ Ասում չեմ տփում։ Նստի։
Ձեր երեխայի մոտ հիմա պուբերտատ շրջան է։ Այսպես ասած հասունացման տարիք։ Սա մի գործընթաց է, որի ընթացքում տեղի են ունենում երեխայի օրգանիզմում որոշակի փոփոխություններ։ Եվ նա սկսում է հասունանալ, կարող է նաև բացմանալ։ Ոայ ցավը տանեմ, այդ մոմենտը լրիվ տոշնիա։ Էս ումուդի կանունքի օրը, ումուդ քերին եկավ, օներ զոքես, ձերից բռնես տորը վաշկերը բացելու։ Լևի էլի, տեցի քնարի մոտ։ Ես էլ տեսակով մեկ հիշ չդիմացող եմ, խետևներից գացի դուրը բացի տենամ ինչ, քնարս դրել է արկածի դումիկյանի սարերով, ծորերով երգը, ու սարերով, ծորերով խաղերա կիտա, ես ումուդ եմ պարկաս, մեկ է ջոք եմ երգը նանջիտ պավ ու քնարն մոտիկ տում ա ումուդիս, ասի քնար, ստոպ, ասավ ինչ ա եղե, ասի ինչ ուզում ես որա, բայց չպաչես, ես որա կնքվե, չի կարելի, Մեր խոսքով քնարս հետ մենց պատասխանատվություն են վերցեց ձեռը։ Նու այդքան էլ մեզ չէ, բայց Դուք անգիտակցաբար մեծ սխալ եք գործել։ Ոյ ցավը տանեմ, դու տեցի քնարին չես ճանչնում։ Տեցի քնարը Հայաստանի մասշտաբով առաջին աշկ բացողն է։ Ուրեմն ուշադրություն, ես, խերս, աղբերներս, ընկերներս, քերիս, խորքուրիս մարդը, սաղս դրա մոտ ենք տղամարդ առել։ Ես Ճիշտ է ինքն էլ, դուրը չեկա ոշխար, խոսա, բերանը ջուրեսարին նստել ես։ Ասեմ ավելին, տեցի քնարն Հայաստանին ավելի շատ տղամարդ հատվե, քան վային կամատը։ Դուք ձեր սխալներով երեխային կարող եք մեծ ստրեսի ենթարկել, հասկանում եք, եւ այդ տարիքում երեխայի մոտ կարող եք զարգացնել Էդիպյան բարդույթը։ Էդի ո՞րն է։ Այն Ֆրոյդն անվանել է Սոֆոկլեսի ողբերգության համանուն հերոսի Էդիպ արքայի անունով, որտեղ Էդիպը սպանում է իր սեփական հորը եւ ամուսնանում մոր հետ։ Ինչ osir, pastorın esumudun uzman zispani, İspanya to kangaset amustana, stana, anasuni meke, voşkari meke, yes kezi, yes kupati jarten. Հանգստացեք։ Yes հանգիստ եմ, դիկին խոքեքան։ Ես քու կլուխապտի ջարդեմ։ Ես լրիվ խանգիստ եմ։ Ես քու Վայ դուք adekvat եք։ Ոայ ցավը տանեմ, աղբերս ադվոկատ։ Ես եմ մասնագետ եմ աշխատում։ Ոշխորին միկը ես քու Չի կարելի երեխային ծեծել։ Օ ինչը չի կարելի, ես ումուտին բերել էի ստեղ որ թղթերի մեջ գրեին որ քշեները տակը ճիշի կանում, որ բանակ չտանեն, դու մեզի բերիշ թե սարքիր ես իմիջ, կել ոշխար, կել։ Բարև, բեմում է դուդուկ թիմը, եթե ձեզ մոտ հարց առաջացավ, ինչի դուդուկ, խնդրում ենք նայել մեր թիմի արշակի դեմքին։ Հարց է առաջանում, որն է մեր թիմի նպատակը։ Տարբերակ A. Ձեզ ծիծաղեցնել, տարբերակ B. Ձեզ տխրեցնել, տարբերակ G. Չորեքշաբթի և տարբերակ D. Այո, դուք ճիշտ եք, մեր թիմի նպատակն է տարբերակ D. Եթե կան մարդիկ, ովքեր բաց թողեցին, թե որն է մեր թիմի նպատակը, կրկնեմ, մեր թիմի նպատակն է… Լավ, քանի որ պետք է ծանոթանանք, եկեք ժամանակ չկորցնենք։ Ծանոթացեք, Կասյա։ Բնականաբար բոլորի մոտ հարց առաջացավ, թե ինչի է Կասյայի պապան Ռուսաստանում։ Ինքը Ռուսաստանում է, որպեսզի կարողանա պահել իր ընտանիքը, իր Ռուսաստանի ընտանիքը։
Կարլեն։ Կարլերը երկչուհի է։ Դպրոցական աղջիկ եմ, ես էլ չարաճճիչ եմ, մեծ եմ ես մի տարով, մանկապարտեզ մնաս բարով։ Ինչպես հասկացաք, Կարլենը ոչ միայն երկչուհի է, այլ նաև պարուհի։ Անի։ Անին աշխատում է մեյքափ արտիստ, մորգում։ Անին ենքան պրոֆեսիոնալ է իր գործում, որ դեռևս ոչ մի հաճախորդ չի բողոքել իր կատարած աշխատանքից։ Արշակ։ Արշակը ունի գիշերամիզություն։ Հենց դա է պատճառը, որ մենք ելույթ ենք ունենում ցերեկը։ Անյուտ։ Այսօր Անյուտի ծնունդն է։ Անյուտ, մենք քո համար անակնկալ ունենք։ Դու վերցնովի երեխա ես։ Սամ։ Սամը բոքսեր է։ Վերջերս Սամը մասնակցել է բոքսի մրցույթի։ Իրան հաջողվել է անցնել բոլոր մրցակիցներին և հայտնվել առաջին հիվանդանոցում։ Հարութ։ Հարութը սիրում է համբուրվել դուդուկահարների հետ, որովհետև ինքը մեր թիմի պիպիչն է։ Անյուտ, ինչ ես անում։ Պիպիչն եմ թռչում։ Համլետ։ Համլետը մամայի բալայ է։ Համլետը շատ մամայի բալայ է։ Համլետը շատ մամայի բալայ է։ Հա, մամ։ Հա, հակել եմ ռեյտուս։ Գամտուն։ Հա, գամտուն։ Եթե կան մարդիկ, ովքեր նոր են մեզ միացել և բաց են թողել, թե որն է մեր թիմի նպատակը, կրկնենք, մեր թիմի նպատակն է։ Ստոպ, ինչ աստեղ կատարվում։ Բարև ձեզ։ Ինչ աստեղ կատարվում։ Ոչ մի բան։ Հենց պրոբլեմը հետ է, որ ստեղ ոչ մի բան չի կատարվում։ Դուք հիմա պետք է պարեիք, երգեիք, սալտոներ տայիք, թրվռայիք։ Դուք գոնե հասկանում եք ձեր այս խաղով ում եք խայտարականում։ Ում։ Ճուշին։ Առողջություն։ Ու այդ հումորներով ուզում եք կրեք։ Քանի անգամ եմ ասել, հորմոնալ խանգարումներով բեմ բարձրանալ չի կարելի։ Դուք գոնե գիտեք մյուս թիմերից ովքեր են ելույթ ունենում։ Ռաֆայել Երանոսյանը, մյուս թիմին ասնենք, Լուիզա Ներսիսյանը, այդ կինը իր պատկառելի տարիքին բեմա բարձրանում։ Նոր փողոցն եմ անցկացնում, ասում եմ,
Տիկին Լուիզ, ոնց է էլի ես տարիքում բեմ եք բարձրանում։ Ինչ ասեց։ Ասեց, հա։ Ո՞վ է։ Ինչ որ տես բաներ ասես, բայց այդ կարևոր չի։ Կարևորը այն է, որ դուք գրագետ ելույթ ունենաք, իսկ գրագետ ելույթի համար պետք է համարներ ցույց տալ։ Մենք ունենք համարներ։ Խնդրեմ։ Մեր հաջորդ համարը 033 77 11 37 Հաջորդ համարը դեպք մանկապարտեզում Դեբի Շիմակը Ախարա մամաց Դեբիլ Հաջորդ համարը դեպք ազգային ժողովում Լավ, ստոպ, այդ էր բնում քաղաքական հումորներ անենք, դպրոցը փագեն։ Դեբիլ մեկը։ Սիրելի հանդիսատես, ուզում եմ ասել, որ մեր դպրոցի նպատակը ընդհանրապես քաղաքական հումորներ անելը չէ։ Մեր թիմի նպատակն է ձեզ այդ դուդուկ թիմն էր եւ ծյուշը։ Առողջություն Մեր հաղորդման գլխավոր գործընկերն է Տինտակոլ ընկերությունը, որը ներկայացնում է TK 100 սոսինձը։ Սոսինձ, որի հետ համեմատությունն անել արդեն ավելորդ է։ 4 ժամ եւ նույնիսկ մետաղն է հանձնվում։ Չի կորցնում ծավալը, չի վախենում ցրտից, աշխատանքը մաքուր է, արդյունքը հավերժ։ Սա այն դեպքն է, երբ ամենաուժեղը պարզապես փաստ է։ Շուկայում դեռ չկա ավելի հզոր լուծում։ TK 100 երկաթե ամրություն։ Համեցեք տիկին վարչապետ, համեցեք, ոնց ասել էի, կազմակերպել ենք, պատրաստել ենք, դասավորել ենք։ Շատ լավ, գիտես չէ, առավոտից հենց իմացել եմ, որ պաշտոն եմ ստացել, բոլորը հիշել են, որ ես իրենց մանկության ընկերն եմ, միասին նախագծերում ենք մասնակցել։ Գրիգոր Դանելյանը սպանեց, առավոտից զանգ, սպանեց էլի, խնդրեմ, Գրիգոր Դանելյան, էլի զանգումա։ Հա Գոգջան, բարև Գոգջան, ոնց ես։ Չէ, իհարկե պաշտոնը ինձ չի փոխել։ Հա, հիշում եմ, դե սյուրպրիզը ոնց կարող եմ մոռանալ։ Ռիփսիմեն ոնց է, լավ եք։ Հա, խնդրի Գոգջան, հանգիստ խնդրի, քրոջ նման պատրաստ եմ քեզ օգնեմ։ Ինչ։ Օպերան քանդենք տեղը ճամբար բացես։ Գոգջան, դու այդ ոնց ես պատկերացնում, չէ, ես տես բան չեմ կարող անեմ։ Կներես էլի երկրորդ գից մակրոնիկին նազանգում, լեչոյի ռեցեպտը պտի ասեմ, լավ, կապի մեջ, սպանեցին էլի, այդ տղանը ոնց էր, տղա ջան, մի ատարի մոտս։ Կանչել եք տիկին վարչապետ, լսում եմ։ Ներկայացի։ Կարո Քուրաջան 26 տարեկան գյուղձոր աղբյուր։ Ինչ երկար է, կլինի քեզ կարճ ասեմ։ Խնդիր չեմ տես։ Կք։ Լսի, կք, ուրեմն հիմա ես ուղի եթեր եմ մտնում, ոչ մեկի մոտս չթողնես, ոչ մի հարցով, լսում ես, ես ժողովրդից հետ պետքա վերջապես մի հատ առանձնանամ ու անկեղծանամ։ Խնդիր չկա։ Ահա, մի հատ կնայես, տեսքը ժողովրդական է։ Շատ ժողովրդական է տիկին վարչապետ, բայց մտածում եմ կարող է հետևի ֆոնին հեծանիվ դնենք։ Չէ, հեծանիվ այդ նախկիններին էր, իմը ձինը։ Ձի դնենք։ Այո, հիշում ես մեր կարգախոսը։ Իհարկե։ Իմ քայլը։ Իմ վազքը։ Ապրես։ Քո վազքը 150 կմ/ժ արագություն, դե վազի։ Կք, մոռացա։ Կներեք տիկին վարչապետ, 1000 անգամ կներեք։ Cute։ Դե գնացինք։
Սիրում եմ ձեզ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, որ տվել եք ձեր ձայները ինձ։ Ես կարդարացնեմ, այսօր ես լինելու եմ թափանցիկ եւ ուզում եմ միանգամից լսել առաջին հարցը, բայց մինչ այդ ուզում եմ նշել, որ վաղ առավոտյան 8:30 չմոռանաք լինել Չարբախի ձիարշավարանում, ամեն մեկը ձեր ձիով, միասին գնալու ենք Խաշի։ Եվ ինչ, ահա առաջին հարցը, Տիկին վարչապետ, շատ եմ խնդրում նախկիներին նստացրեք, ախր հարգելիներս, դուք ոնց եք պատկերացնում ես նախկիներին նստացնեմ, ախր այդ նախկիները ինչ են արել, որ ես իրանց նստացնեմ, Իրինա Դանելյանը գնում է տուն, գալիս է գործի, ախր ես իրան շատ հարգում ու սիրում եմ, ես ինչի իրան նստացնեմ, ես չեմ հասկանում, լավ, հաջորդ մեկնաբանությունը, ճիշտ է, որ 7 սուպերմարկետները հրանտինն է, Ժողովուրդ ջան, սիրելիներս, մենք սուպերմարկետ չունենք, ասեմ ավելին, մենք ընդհանրապես սուպերմարկետ չենք գնում, մենք չենք սնվում, մեր միակ սնունդը ձեր սերն է, այնպես որ փոխանցեք, եւ ավելացնեմ, իմ աղջիկը գնալու է ծառայի բանակում, ճիշտ աղջիկները չեն ծառայում, բայց ինքը պիտի ծառայի, ներողություն, ես հարցով մի փոքր բորբոքվում եմ, մեզ է գրում Գրիշը Կամչացկին, ժողովրդի ծոցից, Սիրելի վարչապետ, ինչ կլինի օպերան քանդեք, տեղը ճամբար բացեք։ Գոքոր, չես ամաչում, հերիք չի ֆեյք էջերով գրես։ Սպանեց։ Ժողովուրդ ջան, ես ձեզ խոսք եմ տալիս, որ ոչ մի ծանոթի, ոչ մի պաշտոնյայի չեմ ընդառաջելու եւ ընդհանրապես ոչ մի բիզնես չեմ բացելու։ Միակ բիզնեսը ես կարծում եմ դա իմ փոքրիկ գողտրիկանկյունն է, թատրոնը, որտեղ ես սիրում եմ աշխատել, թույլ կտակ ինձ թվում է աշխատել, չէ՞։ Շնորհակալություն։ Եվ ուզում եմ ասել, որ համեցեք դիտելու ներկայացումներ Կամերային թատրոնում, մեր հասցեն փոփոխվել է, Կամերային թատրոն, Բաղրամյան 26։ Տիկին վարչապետ կներեք 1000 անգամ այցելու ունենք։ Եթե Գաբաջանն է, ասա շորը կհագնեմ Թրամփի աղջկա խոսքապին, հետո կվերադարձնեմ։ Չէ, Գաբաջանը չէ, ասես նույն նախագծում է խաղացել։ Եթե Women's Club-ի պրոդյուսերն է, ասա այս ամսվա աշխատավարձը պետք չի։ Չէ, ինքն էլ չի, ասեց նույն նախագծում է խաղացել։ Եթե Գոքորն է, ասա օպերայի շենքը չեմ քանդելու։ Չէ, ինքը չի, եկեք աղջիկներ։ Ես չեմ հասկանում, բա ով է։ Տիկի վարչապետ, բարև ձեզ տիկի։ Վայ, աղջիկներ ջան, բարև ձեզ, դուք եք, հա, համեցեք։ Ոյ, տիկի վարչապետ, այնքան սիրում եք։ Տիկի վարչապետ, ես մազեր հասմիկն ալեր։ Տիկի վարչապետ, ձեզ պաշտոնը ընդհանրապես չի փոխել։ Նույն հյուրասեր, հյուրընկալ, եղեք։ Դե իհարկե չի փոխել, աղջիկներ ջան, համեցեք, դե մանավանդ ձեր ձայներից հետո ինչպես կարող է պաշտոնը ինձ փոխել։ Շնորհակալություն։ Նստեք։ Ոյ, լուսի նոր է ընտրվել վարչապետ, արդեն նստացնում է։ Պաշտոնը տնձ բան է։ Դե ասեք, սուրճ, թեյ, հյութ։ Հող, բող, Ես տիկին վարչապետ, ինձ թված մի բանկանի բառեր եք ասում, ասի շարունակեմ։ Չէ, Նարի ջան, տիկին վարչապետը նկատի ուներ թեյ, սուրճ, հյութ, թե դրանք մեզանից ով է ներմուծելու Հայաստան։ Տիկին վարչապետ, կարամ ձեթն ու շաքարավազի ես ներմուծեմ։ Երեխեք ջան, երբ եք հասկանալու, որ այս երկրում ով էլ ընտրվի իշխանության 3 բան մնալու անփոփոխ՝ հիմնը, զինանշանը եւ ձեթ ու շաքարավարներ ներմուծողը։ Տիկին վարչապետ։ Նախ շատ շնորհակալություն, որ մեզ ընդունեցիք։ Շատ, ախր շատ։ Իրոք մերսի, շատ քյուտ։ Երեխեք ջան, կներեք էլի, ես հասկանում եմ ձեզ, բայց ուղղակի ես շատ զբաղված եմ, ես պիտի աշխատեմ։ Լսեցիք ինչ ասում։ Աշխատեմ, չէ, մի չէ, Հայաստանում մինչև պաշտոն ստանալն են աշխատում։ Այդ պաշտոն ստանալուց հետո պաշտոնը պիտի աշխատի քո համար։ Դու պիտի վայել ես, հասկանես։ Հասկացեք, նախկիներից լիքը ծրագրեր ա մնացել, պիտի մշակեմ։ Այ նախկին օրենքների հետ կապված մենք ձեզ կօգնենք։ Տեսեք ինչ եք ուտում։ Նայեք, ինչ սովորել, նայեք։ Մի րոպե, նայեք։ Հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Ուղղակյան երանկյան ներկնացիկի քարակուսին հավասար է էջերի քարակուսների գումարին։ Ռուսաստանի մայրաքաղաքը Ուֆան է։ Երեխեք, ես ինչ եք անում։ Տիկի վարչապետ, կրթվել է նորաձև։
Տիկի վարչապետ 1000 անգամ կներեք, այցել ունենք։ Տեսեք երեխեք, այցելու նախարարն է։ Չէ, նախարարը չի։ Որտեղից կառավարությունից է։ Չէ, ասես ձեր բարեկամներից է։ Իմ բարեկամներից։ Ո՞վ է։ Ոնց ով է։ Հայաստանի իմ վարչապետ շիլակը դալար։ Ես ուզում եմ, որ մենք դառնանք բարեկամ հալար։ Ինձ մեզ լավ տղա քուչեքում չկա։ Հայաստանի վարչապետ թող դառնամ քեզ փեսա։ Ասա զոնքա ժանում ենք պարկստում ես որ բոլորին։ Չհասկացա ինչ զոքանջ, ինչ փեսա։ Ոնց դու իզը մայրիկն եղաստում ես։ Դու աղջիկ չունես։ Ունեմ։ Ինձ դարձնում ես քո փեսա։ Միսա, մի հատ շատ դուրս արի ստեղից։ Լավ էլի Լուիզա մայրիկ, խնդրում եմ, ինձ դարձրու քեզ փեսա, ուղարկի Վատիկան որպես Հայաստանի դեսպան։ Մի հատ էլ հերոստալի կվեկանեմ կբզբզամ էլի։ Ինձ է կանաս էլ չասես, միսակ կանաս ասես միսիկ։ Սիկ։ Դե լավ էլի Լուիզա մայրիկ։ Գնա ստեղից ասեցի։ Լուիզա մայրիկ, ես գնում եմ, բայց հետ եմ գալու։ Աղջիկներ տեսնում եք ինչա կատարում։ Խնդրում եմ, էլի գնացեք այստեղից, ճանապարհի հարցերը պիտի լուծեմ։ Լուկաշենկոն 2 ժամից պետքա գա, Ժարիտի ցեխի գործարանա ուզում ստեղ բացի։ Բացի դրանից էլ այդ երթևեկության հարցը խայտարակ վիճակ է։ Վայ, ես շատ լավ լուծում եմ, գիտեք գտել։ Այդ երթևեկության վիճակը ի՞նչ է։ Այ օրինակ ինչա մեր փողոցների անունները տղամարդկանց անուններով։ Օրինակ Քերո փողոց եք դարձնենք քերակնոջ փողոց։ Նա մտածում ես մա խոսում ես։ Այս վերջի դեպքից հետո քերակնոջ անունը չտեսվի Լսեք, հասկացեք, ես շատ կարևոր փաստաթուղթ ունեմ ստորագրելու հենց վաղը։ Բայց վաղ ամսի 19-ն է։ Բայց պատմության ընդհանուր ժամանակահատվածով 19-ին ոչ մի ողբերգական դեպք չի արձանագրվել։ Ոնց թե ոչ մի ողբերգություն չի եղել։ Բա Մաշի հարսանիքը։ Մաշով է։ Վայ, Մաշի իմ ընկերուհին է։ Այդտենց քոպես ինչ չլսեց, հարսանիքը ամսի 19-ին արեց ու մի ամիս հետո իր իսկ սենյակում հարսնակրաճը բռնցրեց։ Հաստատ։ Հա, հաստատ, հարսնակուրի ես։ Քանի որ այս ամանորը ծրագրային է, քանի որ այս ծրագիրը ամանորյա է, մենք որոշել ենք անել այն, ինչ ամանորին անում են բոլորը։ Իսկ ինչ են անում ամանորին բոլորը։ Ուտում են։ Երեխեք, պատկերացնում եք այս համարով կրենք։ Լավ, եկեք չմոռանանք, որ ամանոր է, որի ժամանակ իրականանում են բոլորիս երազանքները։ Եկեք երազանքներ պահենք։ Ես երազանք ունեմ։ Ես երազում եմ, որ իմ մաման ու պապան նորից միանան։ Ճիշտն ասած, ես էլ եմ երազում, որ իմ մաման ու պապան միանան։
Սիրում եմ քեզ, ման։ Երեխեք, ես էլ երազանք ունեմ։ Երազում եմ, որ Հայաստանում հնդիկները քչանան։ Աննա, իսկ դու ինչ երազանք ունես։ Ես երազում եմ, որ մեր մոյկայի համար նոր աշխատողներ գտնենք։ Կարամ ես էլ երազանք պահեմ։ Վաու, դե որ տենց հա ես էլ երազանք ունեմ։ Երեխեք, ես էլ երազանք ունեմ, որի կատարվելուց հետո բոլորիս համար էլ լավ կլինի։ Ես ուզում եմ, որ ընկերցյուշը դառնա ՀՀ վարչապետ։ Ցնդել եք դուք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն վարչապետ։ Իսվից ինչ վարչապետ։ Ես հեծանիվ քշել գիտեմ, որ վարչապետը լինեմ։ Դուք գոնե գիտեք, որ ես սոխով ձվածեղից զզվում եմ։ Լավ, ոնց կարամ ես վարչապետը լինեմ, եթե ես նորմալ ռուսերեն եմ խոսում։ Добрый вечер։ Ու ի վերջո ոնց կարամ ես վարչապետը լինեմ, եթե ես բլոգեր չեմ։ Լավ։ Դե որ տենց է, ես էլ երազանք ունեմ։ Ես երազում եմ, որ այս երեխեքը գոնե 2 րոպեով դառնան աշխուժ, ուրախ, զվարթ, ակտիվ երեխեք։ Խնդրում եմ, ձմեր պապ, շատ եմ խնդրում, թող կատարվի իմ երազանքը։ Խնդրում եմ, շատ եմ խնդրում։ Ողջույն սիրելի հանդիսատես, ինչպես է տրամադրությունը։ Ծափերը, 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 ծափերը։ Սիրելի հանդիսատես, ժամանակ չեն կորցնում, մեր առաջին համարը դեպք փողոցում։ Արա կներես աղբերես, քեզ ընկերոջս հետ էի շփոթել։ Կներես էլի աղբերես, կներես էլի աղբերես, կներես էլի, կներես էլի։ Իսկ դուք նկատել եք, որ ծխախոտ կորցրած տղամարդը հաճախ նման է կապիկի։ Հուրա, 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 Վերջերս շատ ակտուալ են դարձել հուզիչ հարցազրույցները։ Ամալիա ջան, կարամ ես այդ հարցին չպատասխանել։ Բայց ես ընդամենը հարցրեցի սուրճ եք ուզում, թե
Պատկերացրեք, տղամարդը վերջապես գտավ իր ծխախոտը։ Ծույլիկ աշակերտը վերջապես դաս է սովորել։ Երեխեք ջան, ով է դասը պատասխանում, որտեղ է ծնվել Հովանես Թումանյանը։ Ես ասեմ, ես ասեմ։ Չէ, ինքը չի սովորել, դուք չի սովորել։ Աշակ, ասա։ Չի սովորել, դուք չի սովորել։ Ես ասեմ, Աշակ։ Չի սովորել։ Ես ասեմ, ես կարամ ասեմ, ես ասեմ, խնդրում, ես ասեմ։ Համլետ ջան, ասա։ Մամա տա զանգում վեկան։ Չէ, չի սովորել։ Տատի դավացել, տատի դավացել, տատի։ Ես ասեմ, ես կարամ ասեմ, ես եմ ուզում ասեմ, ես ասեմ։ Այ ասա։ Ինձ սիրելի բարեկամներ, 12-ը զարկեց և մենք կրկին վերածվեցինք դդումների։ Տարին մոտենում է իր ավարտին և ավարտին է մոտենում նաև մեր այս ծրագիրը։ Գիտեք, մենք ներկայացնում ենք և շոու դպրոցը, բայց մեր նպատակը ընդհանրապես և շոու դպրոցը գովազդելը չէ։ Այո, մենք կարող էինք ասել, որ և շոու դպրոց դիմելու համար պետք է զանգահարել 033 77 11 37։ Բայց մենք դա չարեցինք, որովհետև մենք անկեղծ ուզում էինք այս բեմից ձեզ ծիծաղեցնել։ Այլ ոչ թե ասել, որ և շոու դպրոցը գտնվում է Լենինգրադյան 4 դրոպ 5 հասցեում, մարզաամերիկային համալիրի հենց դեմ դիմաց, այն ծաղիկների խանութներ կան այդ։ Որ չգտնեք, զանգարեք 033 77 11 37։ Իրականում այս կիսաեզրափակչին մեր նպատակը մեկն էր։ Չէ։ Մեր նպատակը մեկն էր, որ գալիք 2026 թվականին բոլորդ հիշեք մի շատ կարևոր բան։ 033 77 11 37։ Շնորհակալություն ձեզ հետ Դուդուկ թիմն էր և Ձյուշը։ Առողջություն։ Մեր հաղորդման գլխավոր գործընկեր Տինտակոլ ընկերությունը ներկայացնում է Տինտոլիվ ինքնահարթվող հատակները։ Սա պարզապես հատակ չէ, սա արագագործ ճարտարապետություն է։ 3 ժամ հետո կարող եք քայլել, ասեմ ավելին, կարող եք վազել վրայով։ Նույնիսկ մինչև 2 սանտիմետր հաստության դեպքում չի առաջանում ոչ մի ճակ, ոչ մի խնդիր։ Արդյունքում ստանում են Gerhard 5 SPC վինիլային էպոքսիդային կամ լամինատե հատակի տեղադրման կամ կատարյալ արդյունքի համար։ Տինտոլիվ հատակ անթերի հարթ շատ արագ։ Բարև ձեզ ղարեպիկներ։ Բարև ձեզ, բարև Ռաֆայել։ Եկեք մի հատ արագ ներկա բացականեն գնացինք։ Կարեն դու լրիվ կայֆալում ես հորս սարը։ Ինչ ես ուշանում։ Ճիշտ ասած, պապային կրթության և գիտության նախարարի նշանակել եք ենք նշում։ Ոնց Կարեն ջան։ Պապային նշանակել են կրթության, գիտության, սպորտի ես շատ եմ նախարար։
ցավը տանեմ, Բարեն ցավը տանեմ, ապրես կարել, լավ մարդ կարել, նպատակներդ կկատարվել։ Լեյլում լե Նստի։ Լավ, չմոռանանք ինչի մարենք հավաքվել։ Ես ձեզ հանձնարարել եի, որ սովորեիք Ռաբիզի պատմությունը, չէ՞։ Խնդրում եմ թվարկեք հայոց միշտադարյան Ռաբիզի քերթողը հայրերին։ Խարը բրասխոր։ Ասա։ Դե սկզբանե Ղևոնդյանների տոհմից Հայկ Սպիտակունին էր։ Ջան։ Ավոյանների տոհմից Քաչ Թաթուլ թագավորը։ Զանգում են քեզ ամեն գիշեր։ Իսկ որտեղ են նրանք գահակալում։ Դե Թաթուլ եւ Հայկո թագավորները երկար ժամանակ գահակալել են Փարվանայում։ Առիթը 5000 ամերիկյան շաբաշ եւ 2 հարճ։ Իսկ բոլորը սիրում էին Քաչ Թաթուլին եւ ասենք Հայկ Սպիտակունուն։ Դե իրականում ոչ։ Կար մի զանգված, որը ընդհանրապես չէր ընդունում Թաթուլ եւ Հայկո թագավորներին։ Նրանք այլակարծիքներն էին։ Ժողովրդական լեզվով ասած, ձև բռնածները։ Նրանք ընդհանրապես չէին ընդունում Ռաբիզը եւ միայն խմած ժամանակ ասում են, որ ընդունում են Սիմոնյանների տոհմից Թաթա թագավորին։ Իդեպ ասեմ, որ Թաթա թագավորի յուրահատուկ գլխակներ, որը երբեք իր գլխից չէր հանում։ Որովհետև վիցիցիլի թաթան այդքան էլ Ռաբիս չի։ Լավ, եթե հաջորդ հարցին ճիշտ պատասխանես, քեզի տալիս եմ 10 հատ շավուրմա։ Okay ես։ Լավ։ Գնացինք։ Որտեղ էր Թաթա թագավորի նստավայրը։ Թաթա թագավորի նստավայրն էր Հրազդան ստադիոնը։ Տոմսը 20000 հայկական շաբաշ եւ 1 հարճ։ Անապատի արև, Անապատի Իմ յարի ճամփեքը լույսով պատի։ Լեյլում Լավա։ Ապրեք, գերազանցեր, հիմա անցնենք առաջ, ով կպատմի Ասատրյանների դինաստիայի մասին։ Խարը բրավո։ Ասա։ Ուրեմն այսպես սկսեմ։ 90-ականներին մութ էր։ Սկզբում Աստված ստեղծեց լույսը, հետո ստեղծեց առաջինին։ Արամն էլ իր հերթին ծնեց Արտաշին ու Տիգրանին։ Արտաշն էլ իր հերթին ծնեց Գրիշոյին։ Եվ սկսվեց նրանց արշավը հայկական երգաշխարհում։ Սկզբում նրանք գրոհում էին միջին տրամաչափի զենք զինամթերքով։ Հայ ես դու, հայ եմ ես, հայ ես դու, հայ եմ ես, բախտո ցավը տանեմ ես։ Հետո նրանք անցան ծանր տրամաչափի զենք զինամթերքին։ Սև աչեր, ամբողջ կյանքս տվեցի քեզ սև աչեր։ Իսկ հետո Խարեբ Ռաֆայել։ Վերջնականապես գերեվարելու համար հայոց երգաշխարհը նրանք օգտագործեցին իրենց քիմիական զենքը։ Դրախտի ալվան ցալիկ է իմ փերին, անմահական նեկտար ունի շուրթերին։ Ծաղկած դարձում դարձյալտեսը իմ յարին, իման նման իմ գեղանի մարալին։ Լեյլում Շատ լավ, ապրես նստեցին։ Լավ, իսկ ով կհիշի 2020-ական թվականներին ինչ գլոբալ փոփոխություններ ունեցավ Արտաշես Արամունու թագավորի կյանքում։ Ասա։ Նոր երգ թողարկեց։ Չէ։ Ասա։ Երեխա ունեցավ։ Չէ։ Ասա։ 2020-ական թվականներին Արտաշես Արամունու կյանքում գլոբալ փոփոխություն տեղի ունեցավ։ Արտաշես թագավորը կորուստ ունեցավ, ավելի կոնկրետ նա կորցրեց 40 կիլոգրամ։ Ուրփաթ շաբաթ կիրակի Չեմ գնա խաշի, խորովածը սեղանին, բայց ես չեմ քաշի։ Ապրես։ Հաջորդ հարցը 2021 թվականին Ասատրյանների տոհմից Տիգրան Արամունին շատ կարևոր դաշինք կնքեց, խնդրում եմ նշեք ում հետ կնքեց դաշինքը եւ նշեք դաշինքի բովանդակությունը։ Ես ասեմ։ Ասա։ Խոսքը ի սկզբանե գնում է հոп ջիվանի դաշինքի մասին, որը Տիգրան Արամունին կնքեց Արկադի իշխանի հետ, ով Դումիկունիների տոհմից էր, որտեղ նրանք խարոզում էին ոմն աղջկա, որ նրանց հետ արշավեր դեպի Եգիպտոս։ Սիրուն աղջիկ Եգուրոս, քեզ կտանեմ Եգիպտոս։ Իդեպ ունենք թեժ առաջարկ, եթե դուք նույնպես ուզում եք արշավել Եգիպտոս, ընդամենը 100,000 դրամով կարող ենք արշավել միասին։ Բլոգերներին եւ հարթաթաթներին անվճար։
լեյլում լելելե։ Այսքանով ավարտվեց Ասատրյանների դինաստիայի տոհմի պատմությունը։ Ասա։ Իրականում եւ այո եւ ոչ։ 2023 թվականին ասպարեզ մտավ եւս մեկ Ասատրյան, ով իրականում կապ չուներ Ասատրյանների տոհմի հետ։ Խոսքը գնում է Ասատրյան Տաթև Թագուհու մասին։ Նա Հայաստանի պատմության ամենաուժեղ զորավարներից է եղել։ Նրանից առաջ եղել են Վարդան Մամիկոնյան, Ավարայրի ճակատամարտ, Դավիթ Բեկ, Հալիձորի ճակատամարտ եւ Ասատրյան Տաթև Թագուհի, Մարզահամերգային համալիրի ճակատամարտ։ Նա 4 օրով պաշարել էր համալիրը, 8000 պատանների էր վերցրել, ովքեր իրենց կամքով հանձնվել էին նրան։ Տաթև, 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 սիրուն Տաթև, 4 երկով համալիր լցիր հորս արել, լեյլում լելելե, լեյլում լելելե։